Վրացական երազանքի սահմանադրական հայցի հասցեատերերը հայտարարում են քաղաքական ու իրավական պայքարի մասին։ Ազգային շարժումը, Նորը եւ ԼԼ-ն իշխող թիմի դեմ այս երեք ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու ու դրան արգելելու հայցը գնահատում են որպես դասական բռնապետական քայլ։ Ազգային շարժումը եւ Նորը նշում են, որ այս փուլում դեռ չեն որոշել արդյոք կունենան փաստաբան որպես պատասխանող, սակայն հաստատ գիտեն, որ փողոցային բողոքի ցույցերն ակտիվորեն կշարունակվեն։ Ինչ վերաբերում է ԼԼ-ին, ապա նրանք արդեն բողոքարկել են կուսակցությունների արգելման հայցը դատարանում։ Հիշեցնենք, որ խորհրդանի նախագահը երեք ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, թե ում կվերաբերի քաղաքական գործունեության արգելքը։ Ցանկում են ազգային շարժումը, Նորը ու ԼԼ-ն։ Վրացական երազանքն իր պահանջը հիմնավորում է 500 էջանոց եզրակացությամբ, որը պատրաստել է խորհրդանի ժամանակավոր քննչական հանձնաժողովը։ Այսօր հավանաբար ընթացակարգային հանձնաժողովը կքննարկի կուսակցությունների արգելման հարցը։ Վրացական երազանքը գործընթացն անվանում է քաղաքականապես պատմական պահ, պարզաբանելով, որ հայցը բաղկացած է երկու հիմնական չափանիշից։ Առաջինը, թե որքանով է հակասահմանադրական կոնկրետ կուսակցության գործունեությունը, եւ երկրորդը, թե որքանով կարող էր այն վնաս հասցնել երկրին։ Իշխող թիմը նաև պարզաբանել է, թե ինչու Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը չի ընդգրկվել արգելված ցուցակում։ Խորհրդանական մեծամասնության առաջնորդները նշում են, որ կուսակցությունը դատապարտել է հոկտեմբերի 4-ի իրադարձություններն ու ներգրավվել խորհրդարանական գործունեության մեջ։ Այսօր Վրաստանի խորհրդանում սպասում են ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեին։ Պատգամավորները նախարարին կլսեն ինտերպելացիայի կարգով։ Ամբողջ երկրում իրականացվող ենթակառուցվածքային նախագծեր, դպրոցների վերանորոգում եւ կառուցում, ճանապարհների բարեկարգում։ Սա այն հարցերի ոչ ամբողջական ցուցակն է, որոնց մասին կխոսի ենթակառուցվածքների նախարարը։ Հարցեր կհնչեն նաեւ նախատեսված նախագծերի վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, նախարարին ուղարկվել է 68 հարց տարբեր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, որոնց Սոխաձեն, ինչպես սպասվում է, կպատասխանի լիագումար նիստում։ Վրաստանի օրենսդիր մարմնի շենքի դիմաց անցկացվել է հերթական ցույցը։ Մասնակիցները մոտ 30 րոպե փակել էին ճանապարհը։ Նրանք շղթային կազմել ու թույլ չէին տալիս մեքենաներին տեղաշարժվել։ Փողոցի փակման ժամանակ տեղի են ունեցել մի քանի մանր միջադեպեր, որոնց ընթացքում բողոքի ցույցի մասնակիցները եւ մեքենաների վարորդները բանավիճել են։ Սակայն շուտով ոստիկանությունը բացել է երթևեկությունն ու բողոքի ցույցը շարունակվել է խորհրդանի դիմացի մայթեզրին։ Գետևան փոփխացեն դիմել է բողոքի ծայրահեղ ձևի։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը սկսել է հացադուլ։ Դարեջան Ցխվիտարյանի եւ մի քանի այլ ակտիվիստներ նույնպես հայտարարել են հացադուլի մասին։ Փոփխաձեի խոսքով հացադուլ է իրականացնում ընդհանուր առմամբ 5 մարդ։ Նրանց գլխավոր պահանջն է ազատ արձակել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներին ու նշանակել խորհրդանական նոր ընտրություններ։ Ինչպես պարզաբանել է Գետևան Փոփխաձեն, բողոքի ցույցն անկուսակցական է եւ ինքը հույս ունի, որ հացադուլավորների թիվը կավելանա։ Թիվ 10 դպրոցի աշակերտներն ու ծնողները հանրահավաք են անցկացրել Թբիլիսիի Դադիանիի փողոցում։ Նրանք փակել էին Դադիանիի փողոցը որպես բողոքի նշան։ Նրանք պահանջել են թիվ 10 դպրոցի շինարարության ժամանակին ավարտը։ Ինչպես պարզվել է, թիվ 10 դպրոցի աշակերտները ժամանակավորապես տեղափոխվել են Ծրեթելի փողոցի թիվ 22 դպրոցի շենքում, սակայն շենքում ճաք է առաջացել եւ անվտանգության նկատառումներից ելնելով նրանք ստիպված են եղել տարհանվել։ Այս փուլում թիվ 10 եւ 22 դպրոցները շարունակում են ուսումնական գործընթացն առցանց։ Ծնողները պահանջում են շենքի հատկացում։ Կրթության նախարարության ներկայացուցիչ Լալիկա Լանդաձեն նշել է, որ ծնողների հետ համաձայնություն է ձեռք բերվել եւ որ համապատասխան որոշում կկայացվի Սամխարաուլի փորձագետի զեկույցից հետո։